է ունենում, ինչպես կմեկնաբանեք սա, քաղաքական հետապնդում է ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի նկատմամբ։ Տեսեք, եթե այս ամեն ինչը տեղի ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, ու քեզ կանչում են Երևանի կենտրոնի քննչական 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, քաղաքական հետապնդում է թե չէ կմտնենք փաստաբանից հետ դուրս կգանք Երևան, բայց որ սա քաղաքական ուղղորդված ակցիա է, դա վստահաբար այդպես է։ Պարոն Մխիթարյան, ինչ եք արել, որ ինչ մեղք եք Չգիտեմ։ Բերել են Մխիթարյանին Հենրիխ չկարողացան բերել այդտեղ ստադիոն խաղալու, ձեզ այլ Մխիթարյանի բերեցին կողքի քննչական փաստորեն։ Դե Մխիթարյաններից մեկը ամեն դեպքում ստադիոնի շրջակայքում գոնե պիտի լինի, էլի։ Տեսեք, ես մի բան ասեմ։ Առանց հաղորդական իրավունքի վարել եք մեքենա։ Գերագույն գլխավոր քնձխը երբ եկել էր Գյումրի, Լաչառավարի հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են տեխնացուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը ինչ որ 300-350 միլիոն դոլարի, դե հիմա պարզվում է ես մի հատ ակտ կար, այդ ակտի համար ինչ որ մտե, որը չգիտեմ էլ։ Ես չգիտեմ, հիմա մտնեմ տեսնեմ էլի։ Իսկ այսինքն դուք առանց վարորդական իրավունքի Ես չգիտեմ ինչի համար են կանչել։ Բայց տիկին քննիչը որ դες զանգել է, շփում եք իրար, չասած ինչ որ ակտ ունեք։ Դե ասեց ակտ, բայց ինչ ակտ է, չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ինձ քննչական կոմիտեից պատասխանել են, նախ ասել են որ դες չի ճանաչել քննիչը, Արփինե Դավթյանը։ Բայց ասացին նաև որ ինչ որ վարչական իրավախախտումներ եսին որ հոդվածի հետ կապված, դուք 6 ամիս զրկված եք եղել վարորդական իրավունքից եւ հետո վարել եք այդ զրկված վիճակում։ Ես զրկված եմ եղել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը, հունիսի 25-ին ստացել եմ իմ վարորդական իրավունքը հետ եւ վարում եմ մեքենան 11 ամիս։ Իսկ ինչ եք զրկվել, ինչ եղել։ Շատ հայկական պատմություն, բալերս պրծել էր։ Ոչինչ, հեսա Ալեն Սիմոնյանը կավելացնի բալերը։ Դե բա շուտ ավելացներ։ Չհասցրել է, հատուկ արեց որ Դե ամեն դեպքում կմտնենք կիմանանք, իմ համար ծիծաղելի է, որովհետեւ 11 ամիս էս ամեն ինչի մասին չխոսել ու կանչել հենց քարոզարշավի այն ժամանակահատվածում, երբ որ ընդամենը մի 10 օր է մնացել ու ասել որ չգիտես ում ես զանգում, առավել եւս եթե չգիտես ում ես զանգում, Ռուբեն ջանը ո՞րն է։ Դե ոնց չգիտեմ, չէ լավ կոռեկտ ասել, բայց դուք էլ իր ջանով խոսեցիք։ Չէ, ես ջանով չեմ խոսում, որովհետեւ դե անծանոթ կանանց հետ ջանով խոսեմ, ինչ իմանամ։ Իսկ Պաստորեն այդ որ տենց խոսում են նախկինների թալանից բան, որ նախկինները գալիս են Գյումրի։ Ես մի ակտ եմ թալանել։ Մի ակտ եմ թալանել ես Պաստորեն։ Մի ակտ եմ թալանել 11 ամիս առաջ, հիմա կմտնենք կիմանանք։ Այդ ժամանակ էլ եք Range Rover-ով թե այն ժամանակ ուրիշ մեկ։ Հիմա կմտնենք կիմանանք, էլի։ Հիմա այդ որ ասում են Range Rover պիտի վերադարձնենք, ասում էի, չէ՞, իմ Range հատիկ առ հատիկի մեջ, հա։ Ձեր փաստաբան ունի ինչ-որ բան ասել։ Մեր փաստաբանս բարև ձեզ, կմոտենաք։ Բարև ձեզ։ Մի քիչ առաջ գա։ Շնորհակալ եմ։ Ինչու են մեղադրում գլխավոր մեղադրյալին։ Պարոն Մխիթարյանի մասին է խոսքը, չէ, այս պահի դրությամբ չեն մեղադրում պարոն Մխիթարյանին, չէ։ Չէ։ Ինֆորմացիա ունեք։ Ահա, բայց բավարար բերել հասցնել։ Չէ, այս պահի դրությամբ ունենք մի իրավիճակ, որ պարոն Մխիթարյանին կանչել են ՎԿ-ի դատավորական կարգավիճակում հարցաքննության։ Ուղղակի ժամանակահատվածն է մեր համար մի քիչ, այսպես ասած, մեղմ ասած տարօրինակ ընտրված ու մի քիչ զուգադիպություններն են անհասկանալի, անկալելի։ Իմ միակ ինֆորմացիան ունեցած այն է, որ վարչական վարույթի հետ կապված կանչել են հարցաքննության պարոն Մխիթարյանին, զուտ վարչական վարույթի հետ կապված, որը իրականացվել է 2024 թվականի մայիսին, այսինքն գրեթե 1 տարի առաջ, էլի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Մխիթարյանը այս պահին զբաղված է բուն հենց նախընտրական քարոզչական գործունեությամբ, ընտրություններն էլ 10 օր մնացել, ինձ թվում է ժամանակը մի տեսակ տարօրինակ է ընտրված, էլի, որը արդեն որոշակի մտածմունքների տեղիք է տալի ըստիս։ Քիչ ուշ չեն գլխի ընկել, որ այս մարդը։ Հենց այդ եմ ասում, էլի, հենց այդ եմ ասում։ Չգիտեմ, միգուցե կարող կանչել են հարցաքննեն որպես ՎԿ ինչ-որ հարցի շուրջ, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդը այս պահին կարող զբաղվել քարոզչությամբ Գյումրիում, ինչպես օրինակի համար իր մյուս հակառակորդը, այսպես հիմնական հակառակորդը, այսպես ասած իշխանական թևի ներկայացուցիչ, անունը Սարիկ, հա,
Հիմա պարոն Մխիթարյանն էլ ըստ էության հանրության մոտ ընկալվում է որպես, այսպես ասած, հիմնական հակառակորդ գործող քաղաքական իշխանության ներկայացուցչին ու այս հանգամանքը շատ տարօրինակ է, էլի իմ կարծիքով։ Ինչևէ բարձրանանք, հասկանանք ինչ է ուզում արած լինի նախաքննական մարմինը, ըստ այդմ ավելի լայնածավալ տեղեկատվություն կտանք ձեզ։ Պարոն Գալստյան, այդուհանդերձ եթե օրինակ իրենք ասեն, որ դուք վարել եք զրկված վարորդական իրավունքով, եթե ես ճիշտ գիտեմ, այդ օրենքը ինքը վարչականից բացի նաև որոշակի քրեական Ну որոշակի կոմպոնենտների դեպքում քրեական է։ Մաքսիմալը որ ինչ Որոշակի դե եկեք առաջ չգնանք, պարոն Մական, այնտեղ տարբեր ձևաչափեր կան։ Առաջին անգամ չէ, ցմահ ազատազրկում, վստահ եմ դուք լավ գիտեք, որ նույնիսկ ազատազրկման տեսքով պատիժ նախատեսված չի, ինչքան ես գիտեմ։ Դե չէ, հուսով եմ այդ վիճակի չենք հասել, բայց ես միայն հուսով եմ, լիահույս եմ, այսպես ասած։ Բարձրանանք, հասկանանք, դե չէ, այդ վիճակը իմ կարծիքով չի լինի։ Միգուցե ինֆորմացիա ունեք չեք ասում։ Ես ենթադրում եմ, որ ուղղակի որ Ղարաբաղի շրջանում ընդդիմադի տեխնացիային բերել հասել են։ Առնվազն խնդրահարույց է, պետք է բոլորս էլ համաձայնենք։ Բարձրանանք, հասկանանք։ Ես ներողություն խնդրեմ պարոն Գալստյանից, որովհետեւ դուք զբաղվելու բան ունենաք Ժողովուրդ ջան այս ընթացքում, մի հատ թարմ բաներից մեկը էլի Սարիկի հետ կապված, ուրեմն մարտի 10-ին, սա ասեմ մտնենք մեզ, մարտի 10-ին Սարիկ Մինասյանը իր Facebook-յան էջում գրում է, որ Հյուսիս-հարավ ծրագրի Լանջիկ Գյումրի 27.5 կիլոմետր ճանապարհահատվածը մարտի 20-ին բացվելու է։ Այս իր էջում կգտնեք, էլի 27.5 կիլոմետրը։ Հետո երեք էլ գրում է, որ ինչպես արդեն նշել էի, նույնիսկ խոստացված ժամանակից մեկ օր շուտ Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ Գյումրի հատվածը երկկողմանի բաց է արդեն։ Ու գրած է, տեսեք, ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամը իր էջում գրել է, որ բացվել է 23 կիլոմետրը։ Սարիկ 4.5 կիլոմետրը ինչ արեցիք, կերակ, հանձնիկ թուրքերին, ինչ արեցիք, այսինքն այս աստիճանի շան գլոխը տեղյակ չի, թե պոչը ինչով է զբաղված, մենք այսպիսի պետությունում ենք ապրում, հիմա մտնենք, տեսնենք ինչ ակտի մասին է խոսքը։ Բայց մի բանը լավ չի, որ թեկուզ մի քիչ գուցե հանձնել են կամ չգիտեմ, կերել են ինչ են արել 4.5-ը, բայց լավ չի, որ կրճատած բացել են, ամեն դեպքում որ նախկիների մուտքը օրինակ Գյումրի ավելի լավ հեշտ ստացվի։ 4.5 կիլոմետրը ինչ է կարել, ինչ եղավ այդ ճամպի 4.5 կիլոմետրը, ակտ։ Գնացինք պարոն Գալստյան։